Ողջույն մեզ միացած բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, միացել եք մեզ 106 եւ 5 հաճախականությամբ կամ դիտում եք մեր թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն է սա, իսկ առաջին խոսափողի մոտ թարմ ուղեղով իմ զրուցակիցը Մեսրոպ Արաքելյանն է, Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիրը։ Բարև ձեզ, պարոն Արաքելյան։ Բարև ձեզ։ Այսօր ամսի 4-ն է, գիտենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովն է ընթանում Երևանում, եւ դուք ակցիա եք իրականացնում հենց Համալիրի մոտ, հենց այսօր։ Ճիշտ է, հաղորդումը վաղ առավոտյան է եթեր հեռարձակվելու, բայց կուզեմ, որ պատմեք, թե ինչպես անցավ ակցիան, արդյոք արձագանքներ արդեն կան թե չէ, եւ հիմնական նպատակը, ճիշտ եմ հասկանում, որ Ռուբեն Վարդանյանի ազատման հարցներ։ Գերիների, մեր բոլոր գերիների, առնվազն 19 մեր հայրենակիցներ դեռևս գտնվում են Բաքվի բանտերում։ Այդ կապակցությամբ բազմաթիվ քաղաքացիներ այսօր Եվրոպական համայնքի գագաթնաժողովի միջոցառման ժամանակ դրսում խաղաղ ակցիա իրականացվում, ուղղված Եվրոպայի ղեկավարներին բարձրաձայնելու Բաքվի բանտում գտնվող գերիների առկայության մասին։ Իհարկե ակնհայտ է, որ քաջատեղյակ են եւ գերիների առկայության եւ Ադրբեջանի կողմից վարվող հակայի քաղաքականության, ընդ որում Ադրբեջանի ղեկավարի կողմից գագաթնաժողովին տեսակապով միանալու ժամանակ հնչեց մտքեր, որոնք ցավոք արձագանք չստացան, որ սեպարատիստներ են եղել, Արցախի ղեկավարները այժմ արդարությունը վերականգնվել է։ Դե ասում են, որ 2023-ին սեպարատիզմը վերացել է։ Ակնհայտ է, որ Բաքվի բանտում գտնվող գերիների առկայությունը չի կարող խոսել նաև այսօրվա Ալիևի խոսույթը խաղաղության մասին։ Այդ խաղաղությունը բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հետ եւ ոչ թե Հայաստանի եւ հայ ժողովրդի խաղաղությունը միայն ռազմական գործողությունների բացակայությունը չէ եւ առանց ռազմագերիների վերադարձի իրական խաղաղության մասին խոսելը անմտություն է եւ մեր ակցիան ուղղված էր եվրոպական ղեկավարներին, ովքեր ցավոք արդեն քանի տարի է իրենց կողմից հռչակած համամարտկային արժեքներից բավականին հեռացել են եւ Ադրբեջանի այն քաղաքականությունը, որը արկա է, իրենց համար դարձել է գործընկերային եւ Ադրբեջանի այդ քաղաքական տնտեսական բազմաթիվ շահերի համադրմամբ մոռացության են մատնել Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին։ Սա ուղերձեր առայն, որ թեև Հայաստանի իշխանությունները նույնպես մոռացության են մատնել մեր գերիներին, բայց հայ ժողովուրդը պատասխանատու է եւ պահանջատեր է գերիների վերադարձի հարցով։ Խոսվեց, որ Մակրոնը խոսք է տվել, որ Ալիևի հետ գերիների մասով կզրուցի։ Նաև 20 թվականից սկսած մենք տեսել ենք, որ Եվրոպայից մենք արձագանքներ չենք ստանում այն ինչ որ կատարվում է Հայաստանում, Արցախում դրան ի պատասխան, մշտապես բողոքներ եղել են հայ հանրությունից։ 2023 թվականին, երբ Արցախի դեպքերը կային, երբ դուք հիմա այդ ակցիայով դիմում եք Եվրոպային եւ ասում եք, որ իրենց արժեքներից հետ են կանգնել, մենք տեսել ենք տարիներ շարունակ, որ եթե իսկապես այդպես է, ինչու եք այդ դեպքում դիմում ամեն դեպքում, եթե խնդիրը չի լուծվելու իրենց հետ։ Մենք բարձրացնում ենք բողոքի ձայն առայն, որ հայ ժողովուրդը պատասխանատու է եւ մենք հիշեցնում ենք հերթական անգամ, որ գերիների վերադարձը հայ ժողովրդի առաջնահերթություններից է, անկախ իշխանությունների վարած քաղաքականությունից։ Հիմա արդյոք այս ակցիան կամ այլ միջոցառումները արագ արդյունք կտան, չէ, բայց մենք գնում ենք պայքարելու ճանապարհով։ Բավականին բարդ հարց է, իհարկե, ես ուրախ եմ, որ նախագահ Մակրոնը դրա մասին խոսում է, հույս ունենք, որ նաև Ադրբեջանում կխոսի, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հույս ունենք, որ արդյունք կտա։ Հետևաբար ասել դե այո, այն իրականությունը, որ վերջին տարիներին Արցախի շուրջ տեղի ունեցավ, ցավոք միջազգային հանրության արձագանքը անընդունելի է։ Միայն գերիների մասով չէ, Արցախում էթնիկ զտում, ամիսներ շարունակ շրջափակման մեջ սովի մատնված 100,000-ից ավել բնակչություն երեխաներ։ Այսինքն խոսքը սրա մասին է, այս մեր ասածը, որ նրանք հեռացել են, փաստ է։ Այսինքն համամարտկային բոլոր արժեքներից առնվազն գոնե ինչ վերաբերում է Արցախին, այդ մարդիկ չեն արձագանքել։ Հիմա ապավինել իրենց ջանքերին վստահ չենք, բայց այո, ցավոք այսօր Ադրբեջանի դեմ առանց միջազգային ճնշումների
հայկական հարցերի լուծումը բավականին մշուշոտ է առնվազն այս իշխանության պարագայում։ Հետևաբար հույս ունենք, որ միջազգային հանրությունը գոնե ինչ-որ պահի կվերցնի այն պատասխանատվությունը, մարդասիրական, միջազգային իրավունք եւ մեր գերիները օր առաջ կվերադառնան։ Ռուբեն Վարդանյանի մասով կուզեմ զրուցենք։ Եթե ես չեմ սխալվում, վերջերս Սամվել Կարապետյանին հարց ուղղվեց նրա հավանական հնարավոր վերադարձի մասին, արդյոք իր ունեցած կապերը կարող են օգնել, որպեսզի Ռուբեն Վարդանյանը վերադառնա Հայաստան, եւ պատասխանը մի քիչ լղոզված էր, այսինքն կապերը այստեղ կարծես թե դեր չէին խաղում, այլ խոսքը գնում էր նրա մասին, որ մենք կգանք իշխանության, Հայաստանը կդարձնենք ուժեղ եւ այդ տարբերակով կփորձենք։ Այսինքն այլ տարբերակներ չկան այստեղ Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու, այն բոլոր տարբերակները, միջոցները, հնարավորություններ չեն ստեղծել, այդ մարդու կերպարը առհասարակ աշխարհում բավականին ընկալված կերպար է։ Ինչու որևէ մեթոդ չի աշխատում։ Իհարկե կան տարբեր անձինք, ովքեր ոչ միայն Ռուբեն Վարդյանի, մեր մյուս հայրենակիցների համար իրենց անհատական ջանքերը գործադրում են, իրենց կապերը, բայց ցավոք մինչև այժմ որևէ արդյունք չկա։ Սամվել Կարապետյանի նշվածը վերաբերում է նրան, որ այս հարցի համար շատ կարևոր է պետական կարգավիճակի առկայությունը, այսինքն լինենալով իշխանություն, քանի որ այս մարդիկ գերի են հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, շատ կարևոր է, որ մարդկանց վերադարձի հասցեատերը, պահանջատերը լինի Հայաստանի իշխանությունները։ Հակառակ պարագայում անձնական, ընկերական, գործընկերային կապերը այս հարցի շուրջ իհարկե կարող են որպես աջակցող գործոն հանդիսանալ։ Մեզ համար տարբերություն կա, ինչ տարբերակ։ Չէ, որևիցե տարբերություն չկա, բայց ունենք այն ինչ ունենք եւ ստացվում է այնպես, որ այս պահին ինչ երբ որ դու ունենալով իշխանություն, որ այս հարցը դարձնում է օրակարգային, առաջ ես մղում, այդ ժամանակ այլ անձինք, որ աջակցում են այդ հարցին, շատ ավելի հավանական է։ Բայց երբ որ հիմնական հասցեատերը, որ դու գնում ես խոսում ես, հիմա մենք էլ շատ հաճախ դեսպանների հետ, նաև փակ հանդիպումներում այս հարցը բարձրաձայնելով, բայց այդ մարդիկ ասում են, մենք հասկանում ենք, լսում ենք, բայց սա պետական հարց է, Հայաստանի իշխանությունը պետք է մեզ դիմի, որ մենք իրավունք ունենանք հրապարակային այս հարցով զբաղվել։ Իսկ ասում եմ, ձեր երկրի քաղաքացիներն են։ Հետևաբար իշխանության փոփոխությունը շատ ավելի մեծացնում է շանսերը գերիների վերադարձի հարցով։ Հավատում եք, որ փոփոխություն լինելու է։ Այո։ Մինչև դրան հասնելը քննարկելու ենք նախընտրական թեժ process-ները, բայց ամեն դեպքում եվրոպական այս համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին կուզեմ մի փոքր խոսենք։ Քննադատությունները շատ են հատկապես ընդդիմության կողմից եւ ձեր ակցիային զուգահեռ այլ ակցիաներ եւս անցկացվում են այսօր Երևանում։ Այ բողոքը որտեղ է արտահայտված, ընդդիմության հատկապես բողոքը ինչու՞մ է արտահայտված, արդյոք մենք կարող ենք նաև այստեղ տեսնել որևէ դրական, չգիտեմ, ընթացք Հայաստանի համար։ Այն որ Հայաստանը եվրոպական համայնքի մաս է կազմում, գործընկերային համագործակցում է, Հայաստանում նման մակարդակի միջոցառում է անցկացվում, այդտեղ ես որևէ բացասական բան չեմ տեսնում։ Նորմալ է, ողջունելի է, որ Հայաստանում նման միջոցառում է անցկացվում, բազմաթիվ երկրների ղեկավարներ այցելում են Հայաստան, բայց հիմա ինքը որպես միջոցառում այլ բան է, որ լավ սիրուն գեղեցիկ միջոցառում է անցկացնում, այստեղ առանցքայինը բովանդակություն է։ Դե այս միջոցառումը 2 օր հետո կավարտվի կգնա, այնպես ինչպես մի հատ համերգ են կազմակերպում, ինչ-որ։ Օրակարգն է։ Այսինքն օրակարգային հա, այսինքն իհարկե այս միջոցառումը Հայաստանի մասին չէ, այս միջոցառումը ուղղակի անցկացվում է Հայաստանում, հա։ Այսինքն ինքը միջոցառում է, որը կես տարին մեկ մի քաղաքում անցկացվում է։ Ուզում եք ասել, սա նախընտրական։ Չէ, նկատում ինքը հայաստանյան միջոցառում չէ, եվրոպական համայնքի գագաթնաժողովները տարին 2 անգամ ինչ որ քաղաքում են անցկացվում, որպես հյուրընկալող կողմ։ Այսինքն ասել, որ սա Հայաստանի մասին է եւ ունենալ տենց մեծ ակնկալիքներ, որ այստեղ Հայաստանի վերաբերյալ ինչ որ որոշումներ կկայացվեն, իրատեսական չէ, բայց իհարկե Հայաստանի առավել եւս հայ-ադրբեջանական հարաբերություններում դեռ մնացած խնդիրների լուծման ուղղված Եվրոպան կարող է իր ուղերձը հղել, չնայած նույն Ադրբեջանի ղեկավարը Եվրոպայից էլ մեծ դժգոհություն հայտնեց այսօրվա իր տեսաուղերձում, ինչևէ, բայց Հայաստանի իշխանությունները այդ ուղղությամբ վաղը նաև Հայաստան Եվրամիություն միջոցառումն է լինելու, այդտեղ էլ ցավոք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը այնպեսին է, որտեղ էլ մեծ ակնկալիքներ
չունենք, որ Եվրոպայի հետ համագործակցությունը ավելի կսերտանա։ Մյուս կողմից այո, ցավոք Հայաստանին եվրոպական մի շարք ղեկավարներ նաև Արևմուտք Ռուսաստան հակամարտության մաս են առնվազն իրենց խոսույթում ներկայացնում, որը նույնպես անընդունելի է։ Հայաստանը ինչքան էլ Ռուսաստանի հետ խնդիրներ ունենա, դա բացառապես Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն են եւ որևէ երրորդ կողմ չպետք է հնարավոր այդ խնդիրները օգտագործի իշահ իրեն, որովհետեւ գերտերությունների պայքարը միշտ ավարտվում է խնդիրների կարգավորմամբ եւ Արևմուտքը եւ Ռուսաստանը Միացյալ Նահանգները այո միշտ այսպես ասած լեզու են գտնում իրար հետ հաշվի առնելով շահերի համընկնումը, իսկ այս փոքր երկրները երբ որ գնում են այս խնդիրների թաթերաբեմում ավելի շատ իրենք են դժում, հետեւաբար բայց այս իշխանությունը ինչ վերաբերում նախընտրական կարելի ասել համընկել է, մյուս կողմից էլ իհարկե պլանավորված էր, որ ընտրություններից առաջ Հայաստանում անցկացվեր այս միջոցառումը, բայց դրա ազդեցությունը նույնպես գերագնահատված է, ես չեմ կարծում, որ այս միջոցառման արկայությունը հայ ընտրողի վրա որևիցե մեծ անդրադարձ է ունենալու։ Ձեր թիմը երկար ժամանակ չէր բարձրաձայնում, թե ինչ տարբերակով է ընտրություններին մասնակցում, դեռևս քննարկումների մեջ էիք, մենք նաև Տիկին Թանդիլյանի հետ ենք առիթ ունեցել այս տաղավարում խոսել, եւ վերջնական որոշումը այն էր, որ դուք հուշագիր ստորագրեցիք Ուժեղ Հայաստանի հետ, ինչու հենց նրանց հետ։ Այո, մենք երկար ժամանակ ընդդիմադիր տարբեր ուժերի հետ համատեղ փորձել ենք ավելի մեծ միավորման գնալ, միավորել ընդդիմադիր մի շարք ուժերի ջանքեր ընտրություններին համատեղ մասնակցելու, բայց բազմաթիվ ուժեր ընտրեցին ընտրություններին առանձին մասնակցելու ճանապարհը, որը մենք արդյունավետ չենք համարում, որովհետև ընդդիմության այն ուժերի, որոնք ունեն գաղափարական, նաև արժեքային ընդհանրություններ, նաև հանրության կողմից սպասված է նրանց միավորումը, մենք կարծում ենք, որ համատեղ մասնակցությունը ավելի արդյունավետ կլինի եւ մենք գնացել ենք այդ ճանապարհով տարբեր արդյունավետ ինչ նպատակով իշխանությունը փոխելու։ Այո, որովհետեւ մեր համար թիվ 1 խնդիրը ունենալ իշխանափոխություն եւ ձևավորել այնպիսի իշխանություն, որը արկա մարտահրավերներին կդիմակայի եւ այդ տեսանկյունից Ուժեղ Հայաստանի հետ մեր համագործակցությունը համարում ենք արդյունավետ մեխանիզմ, նաեւ հաշվի առնելով մեր կուսակցության արկա ռեսուրսները, թիմերի հաջողությունները, մարզային մեծ ռեսուրսը, այդ տեսանկյունից այս համագործակցությունը կարծում ենք ընտրությունների արդյունքի տեսանկյունից ամենաարդյունավետն է։ Ինչ արժեքային համընկնումներ ունեք իրենց հետ։ Այն խնդիրները, որոնք կան, նաև մեզ համար կարևոր է այն հուշագիրն էլ, որ ստորագրել ենք, եւ գերիների վերադարձը որպես արտաքին քաղաքականության կարևոր օրակարգ, ժողովրդավար ինքնիշխան պետության կայացում, հզորացում, նաև այն արժեքները եկեղեցու շուրջ, ազգային պատմական արժեքները, հայկական ինքնությունը, այդ ամենի համադրմամբ ունենալ այնպիսի իշխանություն, որը Հայաստանը կտանի դեպի զարգացման ուժեղ եւ ապրելու երկրի, այդ տեսանկյունից մենք համոզված ենք, որ իշխանափոխությունից հետո մեր Ուժեղ Հայաստանի եւ նաեւ այլ ուժերի, ովքեր նաեւ կներգրավեն, որովհետեւ այստեղ 1, 2, 3 կուսակցության կամ անհատների խնդիր չէ, կներգրավեն երկրի կառավարմանը, հնարավորություն կունենանք այս իրավիճակը շտկելու։ Իսկ ինչու մյուս ուժերի հետ հնարավոր չեղավ համաձայնության գալ։ Տարբեր պատճառներով։ Մեծ ուժերին եկեք քննարկենք։ Բոլոր մեծ ուժերի հետ բանակցել եք բացի Չէ, եկեք դից չեմ ուզում մեծ փոքր այդ ինչով եք չափում մեծ ու փոքր ուժերը ամեն մեկը ունի ըստ հարցումների Դե հարցումները այս պահին տենց եւ այս պահին եւ հիմա կես տարի առաջ եթե սկսել ենք համագործակցել այդ հիմքում չենք վերցրել ինչ որ հարցումները որովհետեւ տարբեր հարցումներ տարբեր պատկեր են ներկայացնում մենք բացառել ենք համագործակցության նախկին իշխանությունների հետ ընդդիմադիր դաշտում ովքեր այսօր խորհրդանում են ներկայացված քանի որ իրենք նաև որպես խորհրդարանական ուժ այս 5 տարի որպես ընդդիմություն այս 5 տարի տապալել էին իրենց առաքելությունը իշխանափոխություն անելու տեսանկյունից հետեւաբար նոր ուժեր ովքեր նաև հանրության կողմից են սպասված բազմաթիվ ուժերի հետ քննարկել ենք հիմա տարբեր ուժերի հետ տարբեր խնդիրներ է եղել բայց մենք նաև այս համագործակցության տեսանկյունից ցույց տվեցինք, որ որևէ անձնական կամ նեղ կուսակցական ամբիցիա չունենք եւ մեր նպատակը արդյունավետ համագործակցությունն է։ Հիմա անուններ չեմ տա, բայց ցավոք քաղաքական դաշտում կան ուժեր, որոնց համար ընտրությունների մասնակցելու մոտիվացիան բոլորովին այլ է։ Այսինքն իշխանափոխությունը առաջնային չէ։ Մարդիկ ուզում են հարցազրույցներ տալ, ինչ որ բիլբորդների վրա երևի ազգային ժողովում հայտնվել։ Հա, նու լավագույն դեպքում, եթե ստացվի, եթե չստացվի, գոնե ասենք բիլբորդների վրա իրենց նկարները կլինի կամ ձեր մոտ կամ այլտեղ հարցազրույց կգնա։
Ամեն դեպքում ուժեղ Հայաստանի թիմում կա մարդիկ կամ գոնե կա մարդ, ով նախկին ուժերից է։ Ոնց եք դրան վերաբերում։ Կարող են լինել մարդիկ, ովքեր նախկին իշխանությունների հետ Եվ նախկին պաշտոն են զբաղեցնում։ Իշխանությունները սատարում են ուժեղ Հայաստանի թիմին։ Այս պահին մեր Սամվել Կարապետյանը եւ իր քաղաքական թիմը որ կա նախկին իշխանությունների ժամանակ տեղի ունեցածի համար պատասխանատվություն չի կրում, չի զբաղեցրել պետական պաշտոն, առավել եւս վերջի 5 տարում որպես խորհրդարանական ընդդիմություն մաս չի կազմել։ Հիմա կան անհատներ, որոնց նախկինում ինչ որ պաշտոն են զբաղեցնել կամ իրենց գործունեությունը կարող է չլինի այնպեսին, ինչպես մեր ընդհանուր պատկերացումն է, հիմա ամեն ինչ այդպես իդեալական չի կարող լինել, այս իրավիճակում մենք գնացել ենք այն համագործակցություն, որը Սամվել Կարապետյանի անձի եւ իր թիմի հետ մեր համար եղել է ընդունելի։ Ասում եք, որ նախկին իշխանություններից փորձել եք այսպես առանձին մնալ եւ իրենց հետ համագործակցության չգնալ, դաշտում կան օրինակ այլ ուժեր, դրանց թվում Լուսավոր Հայաստանը։ Իրենց հետ փորձել եք հենց կոնկրետ այդ ուժի, հիմա տարբեր ուժերի հետ տարբեր։ Դե փորձեն կանոններով գնալ։ Օրինակ Լուսավոր Հայաստանի հետ փորձել եք։ Տարբեր ուժերի հետ տարբեր քննարկումներ եղել են, ընդ որում ոչ միայն երկկողմանի, բազմակողմանի եղել են քննարկումներ, որի մաս են կազմել 3, 4, 5, 6 կուսակցություններ, հիմա այդ համագործակցությունը տարբեր պատճառներով չի ստացվել։ Հիմա այդ բանակցությունների ժամանակ, երևի ձեր նշած ուժը նույնպես ներկա է եղել ինչ որ փուլում։ Ինչ նախնդիրը, որ 20 թվականից հետո 21 թվականի ընտրությունների ժամանակ իշխանության հեռացման հարցը ընդդիմության համար օրակարգային թիվ 1 հարցն էր, իսկ այսօր այդ օրակարգային թիվ 1 հարցը հետին պլան է մղվել։ Ում համար։ Տարբեր ուժերի համար առաջին տեղում այլ հարցեր են կարծես թե ոչ ոք չի ասում գանք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, հետո կորոշենք ինչ ենք անում։ Չէ, մենք գնում ենք իշխանափոխության եւ ուժեղ Հայաստանի ուղերձնել իշխանափոխությունն է, Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Հիմա ելեմս կան քաղաքական ուժեր, որ այլ օրակարգով են ընտրությունների մասնակցում, կան, հիմա իրենց գործն է, ես կարծում եմ նաեւ ընտրողը դրանով պետք է իր վերաբերմունքը ցույց տա, որ այն ուժերը, որոնք չգիտեմ ինչով են զբաղվում այս ընտրություններին, հուսով եմ, որ շատ քիչ ձայն կստանան, որովհետեւ այս պահին իշխանափոխությունը չի կարող ստորադասվել այլ նպատակների եւ Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հեռացումը օրակարգային է, շարունակում է մնալ երկրի թիվ 1 մարտահրավերը, որը ծլում է այլ խնդիրներ, ծնում է հետեւաբար այդ տեսանկյունից չեմ կարող ասել, թե այլ ուժերի մոտ ինչ օրակարգեր կան։ Թիվ 1 հարցը, որ ձեր թիմը, ուժեղ Հայաստանի թիմը պիտի գա եւ լուծի, այ իշխանությունը իրենց համարում է խաղաղություն բերող ուժ եւ ընդդիմադիր ուժերին պատերազմ բերող ուժ։ Ինչ կասեք այդ խոսույթին, այդ թեզերին եւ ինչպես եք դուք պատրաստվում անվտանգության հարցում։ Ամենաշատ պատերազմ եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք եւ ամենաշատ պատերազմ ընդ որում աղետալի ելքերով։ Հետևաբար մարդ, որը պատերազմից պետք է չխոսի, դա առաջին էր խաղաղությունից եւ պատերազմը վախացնելուց, դա Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ անընդհատ պատերազմներ բերել էս ազգի գլխին ու այդ պատերազմների արդյունքում մենք տարածքային ու մարդկային առելի կորուստներ ունենալ ու գալ այսօր ասել խաղաղություն է, հա, Արցախում էլ է խաղաղություն, հայ չի ապրում։ Իսկ նման Արցախը բերել է նման խաղաղություն, հիմա ինչի պատերազմ չկա։ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Դե հայ չկա, որ պատերազմ լինի։ Այն տարածքներն է, որ Հայաստանից Ադրբեջանը բռնազավթել է, եկել են իրենց զորքերը հասել են Հայաստանի տարածք արդեն 3-ից 4 տարի։ Այդ պատերազմ չկա, որտեղ եկել գրավել են արդեն։ Հիմա Ադրբեջանը ինչ ուզել է, ստացել է։ Արցախը ստացավ, Տավուշի գյուղերը սահմանազատումով ստացավ, որտեղ չկարողացավ, եկավ զորքով ստացավ։ Հիմա թե Ադրբեջանը ամեն ինչ ստացել է, խաղաղության գինը եղել է Արցախը։ Իսկ Արցախի կորուստը ապահովել է խաղաղություն։ Եթե սա Նիկոլ Փաշինյանի համար հպարտություն է, ինձ համար ողբերգություն է, որ Արցախի կորուստի գնով։ Որովհետեւ քաղաքական ուժ ոչ միայն ուժեղ Հայաստանը, ես չեմ էլ տեսել, որ պատերազմի կողմնակից է։ Դա ուղղակի կեղծ խոսույթ է, հասարակությանը վախեցնելու խոսույթ է։ Հիմա սենց մի բան եկեք վերլուծենք։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու, չէ՞։ Հիմա պատերազմ ինչի համար է լինում։ Այսինքն ինչ-որ մի բանի պատճառով է, չէ՞ լինում։ Այսինքն ինչ-որ մի բան անել կամ չանելու պատճառով է լինում։ Կգան խաղաղության գործընթացը կխաթարեն։ Մի րոպե, այսինքն ինչ ենք անելու, որ խաղաղության գործընթացը խաթարենք։ Այսինքն
Ալիևին էլ ինչ որ բան կա տալու, եթե ամեն ինչ նորմալ է, Նիկոլ Փաշինյանը եւ թիմը օգոստոսից հետո հիշում եք, չէ, արդեն դարավոր խաղաղություն էր հաստատվել Վաշինգտոնում, այլևս բացառիկ չէ, ոչինչ չի խանգարելու։ Բայց այդ օգոստոսի 8-ին այդ խաղաղությունը հաստատված է։ Հիմա էս էլ ոնց կար այդ խաղաղությունը խաթարվի։ Էլ ինչն է խանգարում։ Լավ, եթե ամեն ինչ լավ է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ասում է խաղաղության պայմանագիրը կգանք փոխեն, բայց ինչի՞ չի ստորագրում։ Իշխանությունը չէ, էս մարդը էս օգոստոսի 8-ից հետո էս կես տարի իշխանությունը թող այդ խաղաղության պայմանագիրը ստորագրի, իր մեծամասնությամբ խորհրդարանը վավերացնի, իր ենթակայության տակ գտնվող սահմանադրական դատարանը վավերացնի, որ ով էլ գա իշխանության, էլ ինչ կարանք անենք Նիկոլ Փաշինյանի ստորագրած խաղաղ։ Հիմա այս մարդը ասում է, եթե սրանք եկան, խաղաղության պայմանագիրը կարողա չստորագրեն։ Հիմա ես էլ ասում եմ, եթե տես մտավախություն ունես, հանուն ես ազգի, հանուն խաղաղության, եթե իրոք տենց ինչ որ մենք գալու ենք չստորագրենք։ Հիմա հենց այսօր ինչի՞ չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, էլ որ մենք էլ չկարողանանք ոչ մի բան անել, չէ՞։ Այսինքն ակնհայտ է, որ Ալիևի հետ կա պայմանավորություն ինչ որ բան զիջելու։ Ու հետեւաբար ինքը գիտի, որ եթե այդ ինչ որ բանը չզիջվի, այ դրա պատճառով կարող է լինի պատերազմ, որովհետեւ եթե մենք էլ ոչ մի խնդիր չունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը էլ ինչի՞ պիտի մեր հետ պատերազմ, ուրեմն նշանակում է էլի բան կա զիջելու Ադրբեջանին, որը ինքը պատրաստվում է զիջել, ու ինքը գիտի, որ կարող է այլ իշխանություն չզիջի։ Սահմանադրության փոփոխությունը, որը արդեն ուղիղ ասում է Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին խոսույթը արդեն սկսում է դառնալ ինչ որ տենց ադրբեջանցիներ են գալիս, հա գործարարներ են գալիս, դա էլ է դառնում սովորական։ Խնդիրը էս 1-2 ամսա մասին չէ։ Ադրբեջանը լավ էլ երկարաժամկետ ծրագրեր է մշակում։ Անկլավների հարցը, այդ անկլավների հարցն է շատ գեղեցիկ է Նիկոլ Փաշինյանը քարոզչական փաթեթարում Արծվաշենով, չէ։ Արծվաշենը հեսա որ վերադարձնենք մեզ, այդ ինչի դիմաց էս վերադարձնում։ Հետո եկաս հիմա գալու են Արծվաշենը տան, ուզում եք Ժորժ ջան Արծվաշենը տան սրանք։ Պարոն Արաքելյան, ասում եք, նշում եք տարածքներ, որոնք օկուպացված են, որոնք թշնամու ձեռքում են, այդ թվում Արցախը, այն եթե դուք լինեք իշխանության, ո՞նց եք պատրաստվում վերադարձնել։ Առաջին փուլում շատ կարևոր է արցախցիների վերադարձի որպես հանձինք իրավունքի հաստատումը միջազգայինորեն։ Արցախցիները իրավունք ունեն վերադառնալ իրենց բնորան, որտեղ ապրել են, իրենց կորցնցագործունեությունն են ապահովել։ Ցավոք, այս պայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արկա խնդիրները չեն ստեղծում այն միջավայրը, որ առանց միջազգային երաշխիքների հնարավոր լինի վերադառնալ։ Արդյոք հնարավոր է կարճաժամկետ հատվածում արցախցիների վերադարձ։ Ոչ։ Բայց այս իրավունքի ամրագրումը չպետք է վերանա եւ թեկուզ երկարաժամկետ ապագայում հնարավորություն ստեղծվի արցախցիների վերադարձ Արցախ, նորմալ ապրելու ոնց ապրել են միջազգային երաշխիքների ներքո։ Եթե հիմա ինչ-որ տասնամյակներ հետո Ադրբեջանի իշխանությունը կամ այլ իշխանությունի վարկագիծը կփոխի հայերի նկատմամբ, ես տեսականորեն չեմ բացառում, որ կարելի է առանց միջազգային երաշխիքների նորմալ որպես հարևաններ միասին իրար կողք կողքի բնակվեն։ Բայց այս պահին կարևոր է, որ նաև միջազգայինորեն ամրագրվի Արցախի մեր հայրենակիցների վերադարձի իրավունքը, որի ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատել։ Շատ բարդ ու երկարատև աշխատանք է։ Ասել, որ կարելի է գալ 1-2 տարում այս հարցը լուծել, չէ, բայց այս հարցը մոռացության մատնելը նույնպես անընդունելի է։ Յուրաքանչյուր իշխանություն ներկահաջորդ իշխանությանը թողնում է որոշակի ժառանգություն։ Կրկին, եթե դուք կարողանաք գալ իշխանության, այն թողած ժառանգությունը ճակերտներում ասված թե վատ եւ թե լավ թե իմաստով եթե կա ինչ եք պատրաստվում անել դրա հետ փաստաթղթեր, պայմանավորվածություններ։ Շատ դժվար է եւ անհնար է հրաժարվել պետության անունից ստորագրված փաստաթղթերից։ Դա պետության հեղինակության եւ նոր խնդիրների առաջացման ռիսկ է պարունակում։ Հետաբար այն բոլոր փաստաթղթերը, որ կան, շարունակելու են մնալ ուժի մեջ եւ գործողության մեջ։ Տեսեք, ընդհանրապես այն փաստաթղթերը, որ այսօր սեղանի վրա դրված են, դրանց մեծ մասը, այսպես ասած, հստակ իրավաբանական պայմանագրեր չեն, հա, մի մասը ցանկություններ, հա, կողմերը ջանք կգործադրեն, սա կանեն, նա կանեն, եւ ընդհանրապես երկկողմ փաստաթղթերում միշտ ինչ որ մի բան շատը քո օգտին է, ինչ որ մի բան դիմացի պետության օգտին է։ Հիմա մեր խնդիրը ո՞րն է ընդհանրապես որպես պետություն։ Յուրաքանչյուր փաստաթղթում անել առավելագույնը այդ փաստաթղթում արկա հնարավորություններից օգտվել եւ անել առավելագույնը, որ հնարավոր ռիսկերը նվազեցնել։ Հիմա
հետ են գնում կար նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, չէ, Արցախի արկայություն, կար ինչ որ մի մաս, որը Սյունիքի ճանապարհը, որը մեր համար ռիսկեր էր պարունակում, կար մաս, որ մեր համար շատ լավ էր, արցախցիները ապրում էին խաղապահների, հետեւաբար նորմալ էր, առավել եւս այն ելքը, որ կար նոյեմբերի 9-ից հետո, բնական է, որ Ադրբեջանի օգտին կետերը չէին կարող չլինեին, չէ՞։ Բայց ուր է այդ պայմանավորվածությունը։ Հիմա ինչ տեղի ունեցավ, իշխանությունը չկարողացավ ապահովել հայանպաստ կետերի պահպանումը եւ այն կետերը, որոնք Հայաստանի համար այդքան է ցանկալի չէին, դրանք ռիսկերի նվազեցումը եւ ամեն ինչ վերացավ։ Հիմա Արցախ նույն օգոստոսի 8-ի փաստաթուղթը լավն է։ Օգոստոսի 8-ի փաստաթղթում կան բազմաթիվ հնարավորություններ, որ Հայաստանը կարող օգտագործի, կան նաեւ որոշակի ռիսկեր։ Այս իշխանության մնալու պարագայում այդ հայանպաստ կետերը էլի երկրորդ պլան են մղվելու ու այն կետերը, որոնք Հայաստանի համար ռիսկ են առաջացնում, առաջ են գալու միայն այդ կետերը։ Հետեւաբար նոր իշխանության գլխավոր խնդիրներից մեկն է արդյունավետ դիվանագիտական աշխատանք գործընկերների միջազգային գործընկերների հետ աշխատանքի շնորհիվ եւ արկա պայմանագրերը եւ նոր պայմանագրերով Հայաստանը այս վիճակից դուրս հանելն է եւ ես վստահ եմ, որ նոր իշխանությունում այդ հնարավորությունները կան եւ այն ժառանգությունը, որ ստացել ենք, շատ արագ կարգավորվի։ Հույս ունենանք, որ այն ժառանգությունը, որը հրապարակային է եւ հայտնի է, դրա կողքին կուլիսներում պայմանավորված կամ գաղտնի փաստաթղթերի այդ չեն գա։ Ճիշտ եմ հասկանում, որ հնարավորության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը ավելի ակտիվ ձևով է վերադառնալու բանակցությունների։ Որ բանակցություններն Հայաստանի Ադրբեջանի մեջ, այսինքն երկկողմ չի այլևս լինի։ Եթե հնարավորություն լինի, Ռուսաստանի Դաշնությունը պիտի մասնակից լինի դրան։ Հայաստանի եւ Ադրբեջանի մասով մենք այս պահին ունենք երկու կարևորագույն խնդիր։ Գերիների վերադարձ, որտեղ մենք ապավինելու ենք միջազգային բոլոր գործընկերների աջակցությունը, եւ այսպես որ կա սահմանազատման խնդիրն է, ընդ որում սահմանազատման մասով ստորագրված կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված եւ ուժի մեջ մտած միակ փաստաթուղթն է, որը խորհրդարանները վավերացրել են եւ որը արդեն 1.5 տարի է չի գործում։ Այսինքն սա էլ է օրինակ։ Խոսում ենք այդ նոյեմբերի 9 օգոստոս։ Այս բան Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են կանոնակարգ, խորհրդարանները վավերացրել։ 1.5 տարի է չի գործում, չէ՞։ Ինչ որ նստում են, երևի ինչ որ թեյ են խմում, սուրճ են խմում, հաց են ուտում, այդ սահմանազատման նիստերը անում են։ Ու Տավուշի հատվածից հետո այն փոքր հատվածից ինչ են գալ։ Առաջ չի գնում, ընդ որում այդ հատվածները սահմանազատեցին առանց կանոնակարգի հաստատման։ Հիմա սա էլ է մի խնդիր, այսինքն մենք ունենք մի պայմանագիր, մի փաստաթուղթ, որը չի գործում։ Այստեղ էլ նույնպես մենք այն ժամանակ էլ ենք նշում, որ սահմանազատման հարցերում շատ կարևոր է նաև միջազգային հանրության ներգրավվածությունը, որպես արբիտր, մասնավորապես ԵԱՀԿ-ն կանոնակարգ ուներ այն սահմանազատման, եվրոպական բազմաթիվ երկրների հայ տարանջատման ժամանակ այդ կանոնակարգը ընդունել էր, որ սահմանազատումը ոնց պետք է լինի մաքսիմում արդար։ Իսկ մենք ասում ենք, որ սա պետք է նաև ԵԱՀԿ-ի ներքո լինի, որպեսզի այդ սահմանազատումը ավելի արդար լինի։ Հիմա Ադրբեջանի համար ակնհայտ է, չէ, որ ինքը այն հատվածներում, որտեղ որ պետք է տարածք վերցներ իրականացվեց սահմանազատում, մնացած հատվածներում ակնհայտ է, որ Տավուշից սկսած Գեղարքունիք Սյունիք ինքը պետք է հետ գնա։ Հետևաբար, եթե այնտեղ հատված լիներ, որտեղ Ադրբեջանը առաջ էր գալու, ժամ առաջ կաներ այդ սահմանազատումը։ Հիմա այս երկրորդ խնդիրն է, որը ավելի երկարատև ու բավականին պրոբլեմատիկ մաս է։ Նույնպես մենք պետք է ապավինենք միջազգային հանրության աջակցությունը, հիմա ոչ միայն Ռուսաստանի, նաև այլ երկրների, ովքեր որ շահագրգիռ կլինեն արդյունավետ լուծումներ տալ։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ մեզ լսողներին եւ դիտողներին, որ իմ զրուցակից ապրելու երկիր կուսակցության համահիմնադիրներ Մեսրոպ Արաքելյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Կհանդիպենք վաղը, լավ եղեք։